Ես ձեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Նորոյի գործի հետ կապված։ Բայց մինչև խոսելու ուզում եմ վստահ լինել, որ մեր խոսակցությունը գաղտնի կմնա։ Կարող է որոշել ես խոստովանես, որ այդ օրը միասին չեք եղել։ Իմ հարցը օդում մնաց։ Հա, ես որոշել եմ խոսել։ Բայց ես պետքա վստահ լինեմ, որ ոչ մեկը չի իմանա դրա մասին։ Չհասկացա։ Կարող է քեզ վախեցրել են։ Չէ, ինձ չեն վախեցրել։ Ես արդեն ձեր խոսալու տոնից եմ սկսում լարվել ու խառնվել։ Ես ուղղակի ուզում եմ իմ անունը ջնջվի այս պատմությունից։ Մեկը օրերից մի օր դուք իմանալու եք ճշմարտությունը։ Ու ես չեմ ուզում ուրիշին լավություն անելու պատճառով ես ընկնեմ պատմության մեջ։ Այդ լավ է, որ սկսել ես շուտ հասկանալ։ Ու ես կարող եմ հանգիստ լինել։ Եթե քեզ պետք է, որ ոչ ոք չիմանա քո վկայության մասին, չեն իմանա հանգիստ։ Հանգիստ, ասա ինչ որ կա։ Ես իմ խոսքի տերն եմ։ Վկայի ցուցմունքը շատ կարևոր բան է։ Եթե պետք է գործին նպաստի, ուրեմն գաղտնի կմնա։ Դուք ճիշտ եք։ Ես ու Նորոն միասին չենք եղել այդ օրը։ Ու ես ընդհանրապես իրեն չեմ տեսել այդ օրը։ Այդ դեպքում ինչու սուտ ցուցմունք տվեցիր։ Գիտես, որ քեզ կարող են պատասխանատվության ենթարկել։ Բաժանորդն անհասանելի է։ Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ։ Տատ, ինչքան զանգում եմ, մեկը պապան անհասանելի է։ Չեմ հասկանում, ուր անհետացավ այդ մարդը։ Թող տենց անհետացած էլ մնա։ Տատ, Հա, ես տղա չունեմ։ չես իրոք չափից շատ է, ինչ ա եղել։ Հիմա ես նոր հասկանում ու արդարացնում եմ Շուշանին։ Ոչ մեկը չէր ցանկանա իմ տղայի նման անմարդկային արարածի կողքին ապրել, ոչ մեկը։ Ես պետքա գնամ Շուշանի շիրիմին, ծնկի իջնեմ ու շնորհակալություն հայտնեմ, որ այսքան դիմացել է։ Գնալով զարմանում եմ, գիտես։ Փաստորեն Շուշանը ինձնից լավ է ճանաչել իմ սեփական տղային։ Լավ էլ իմացել է, թե ինչպիսի արարքների է ընդունակ։ Վերջում էլ չի դիմացել։ Փորձել է փրկել համ ձեզ, համ իրան։ Իսկ ես ամենավերջին ձևերով մեղադրել եմ իրան։ Հանուն ինչի։ Հանուն ում։ Հանուն են տղայի, որ պատրաստ ամենաստոր ձևով այսօրվա օրը մորը խաբել։ Տատի ինչ ա խաբել։ Բայց ես հենց այդ պատասխանատվությունից խուսափելու համար էլ եկել եմ, որ խոսեմ։ Շարունակիր։ Ես ուղղակի ուզում էի Նորոյին օգնել, որովհետև մեր մեջ ուրիշ հարաբերություններ էին։ Հա, հիմա վիճել եք ու որոշել ես վատություն անես, հա։ Չէ, Հասմիկ, իմ կյանքի ուղիղ կեսը այս գործի մեջ է անցել։ Եթե ձեր հարաբերությունները մնար նույնը, ինչ որ նախկինում է եղել, դուք շարունակեիք նորից խաբել։ Չնայած այդ իմ գործը չի, ես այն գլխից էլ ձեզ չեմ հավատացել, որովհետև ձեր պատասխանները չէր համընկնում իրար։ իսկ հիմա ինչ ա լինելու։ Ինչ գիտես Նորոյի ու այդ տղայի հարաբերությունների մասին։ Քեզ ինչ որ բան պատմել է։ Չէ, ես ինչ գիտեի, արդեն ձեզ ասեցի։
Ուղղակի իմացեք, որ ես ու Նորոն այդ ժամին միասին չենք եղել։ Հա, հնարավոր է, որ ինքը ավտոտնակում ա եղել, բայց ես ոչ մի բան չգիտեմ։ Պարզելը արդեն ձեր գործն է։ Լավ։ Դու կարող ես գնալ։ Բայց կասեք ինչ ա լինելու հիմա։ Նորոյին ինչ ա սպասվում։ Նորոն կգա այստեղ ու երկար ժամանակ կմնա։ Էդ է սպասվում։ Բայց ախր չեք կարա առանց կալանավորելու այդ ամեն ինչը կազմակերպեք։ Ուղղակի այն, որ մենք միասին չենք եղել, դա դեռ չի նշանակում, որ ինքը մեղավոր է։ Դու արդեն կարող ես գնալ։ Խնդրում եմ ձեզ։ Հասմիկ, լավ է, որ փորձում ես գործին օգնել։ Հանուն դրա, սուտ ցուսմունքիդ վրա կարող է մաշկ փակել։ Բայց հիշիր, հաջորդ անգամ նման իրավիճակում հայտնվելուց քայլ անելուց առաջ մտածիր, ուրիշին լավություն անելով քեզ վատություն կանես։ Տատ։ Սիրտս կտոր ա լինում, որ քեզ այս վիճակում եմ տեսնում։ Ասա հասկանամ ինչ ա եղել։ Ինչ ա արել պապան, որ մտածում ես, որ խաբել ա։ Մեր կյանք ա մտել։ Մեր ընտանիքն ա փչացրել։ Մեր ընտանիքի անդորն ա խախտել։ Ահա թե ինչ ա արել։ Այսօր մենք չլսեցինք Նորոյին ու հեռու չմնացինք այդ մարդուց։ Ամեն ինչ արեց, որ հավատամ, ձեր կարոտից ա հետ եկել։ Հավատամ, որ ուզում ա ձեր կողքին լինի, որ զղջացել ա։ Բայց բաբկենի նպատակները միշտ էլ ուրիշ են եղել։ Այդ ես եմ մեղավոր, որ հավատացել եմ, թե իր խիղճը մեջը գլուխ ա բարձրացրել։ Բայց ինչ ա արել, որ հիմա էլի հակառակն ես մտածում։ Ես ձեզ արգելում եմ շփվել այդ մարդու հետ։ Վերջ, մոռացեք իրան։ Ոչ մի շփում։ Ալինաս, որ գա իրանել եմ ասելու։ Համարեք, որ չի եկել։ Վերջ։ Տատի, ախր մի որոշ ժամանակ առաջ դու էիր համոզում, որ շփվեի հետը։ Ես հանուն քեզ եմ իրան ներել։ Սխալ եմ եղել, բալես։ Հիմա հակառակն եմ ասում։ Բաբկեն ինձ ուրիշ ոչ մի ելք չթողեց։ Ես ստիպված եմ ինձ սենց պահ։ Չէ, ստեղ հաստատ մի բան են չի։ Լավ, ես ինչ անեմ, որ ես կինը խոսա։ Ես ես ինչ արեցի։ Արևս ես սենց նայում եմ քեզ ու մտածում եմ դու երբ ես մեծանալու։ Հիմա որ Մագդան ամուսնացավ գնաց, ով ա մեր համար հաց պատրաստելու։ Եթե ես հանկարծ իմ աշխատանքի հետ նաև մտնեմ խոհանոց, ես դուրս չեմ գա։ Պապ, դե թող Մագդան գա, պատրաստի ու էլի գնա։ Լավ է, էլի Արև, այդ Մագդան օրը քանի անգամ պիտի գա ու գնա։ Բա ինչ ենք անելու։ Դե ինձ թվում է տան աշխատող ա պետք գտնել։ Չէ, ես էլ դայակ չեմ ուզում։ Պապ, ես քեզ արդեն ասել եմ։ Գանց ուրիշ տարբերակ չկա։ Ուրեմն թող Լանան գա։ Կամ Լանան, կամ ոչ մեկ։ Ինչքան երջանիկ էինք։
Նորո եթե տանն ես փախի։ Ինչքան կարաս հեռու գնա, ես շատ վատ բան եմ արել, ես ահավոր սխալ բան եմ արել։ Գնացել եմ ոստիկանություն ու խոստովանել եմ, որ սպանության օրը մենք միասին չենք եղել։ Խնդրում եմ քեզ, փախի Նորո։ Չէ, ավելի լավ է բանտում փտես, քան դրա կողքին լինես։ Դադի։ Էլիզը որ շուրա չէ հարթուկում, ես վախենում եմ։ Էդ էլ քո շնորհակալությունը, որ հագուստներդ լվանում ու հարթուկում եմ։ Եղբայրը դա ուրիշ մարդ չի։ Դե թող գնահատի։ Գնահատում եմ, ցավը տանեմ, 10 ես տանում, լավ է։ Բայց դե հիմա ինչ կա այդ եմ ասում։ Քո մոտ վարերը լավ է ստացվում, դրա համար եմ ասում։ Ալինայի հետ խոսել ես։ Գնացել եմ, մոռացել եմ ես։ Զանգում եմ, անջատում է, նամակագրում, հետո հետ կզանգեմ։ Ինչ լավ է, այս խառը օրերին երեխան այստեղ չի։ Թե չէ ինչ էինք ասելու։ Ես կբացեմ։ Որ ասում եմ, հարթուկ անել չգիտի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քննիչ Մահիրյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նորոն դուք եք, չէ։ Պետք է իմ հետ բաժին կաք, պարոն Գևորգյանի կողմից հրաման ունենք։ Ինչ ա եղել։ Կգաք կիմանաք։ Ինչ ա նշանակում կգաք կիմանաք։ Հոգալ իմանալով չի տղա ջան։ Բան ասեք հասկանանք ինչ ա եղել։ Դուք ինչ անես, ոչ բան ասելու իրավունք չունեմ։ Բայց մարդուն անհանգստացնելու ու առանց պատճառի տանից հանելու իրավունք ունեք, չէ։ Պատճառը չգիտեք։ Գործը դեռ փակված չէ, այդ գործով նորություններ կա։ Ուրիշ բան չեմ ասելու։ Լավ, եկեք գնանք հասկանանք ինչ նորության մասին է խոսքը։ Սպասի Նորո ջան, ուր գնաս։ Իմ թոռը այս սպանության հետ ոչ մի կապ չունի։ Էնպես որ գնացեք իսկական մեղավորներին գտեք։ Տաճ ջան, հանգստացի։ Ամեն ինչ նորմալ է, էլիս։ Տատին ուշադիր եղի, անիմաստեղը նորից չվատանա, լավ։ Նորո։ Տաճ ջան, ասում ամեն ինչ նորմալ է։ Գնում եմ ու հետ գամ։ Հանգստացեք։ Լանան էստուն չի գալու, մոռացի իրա մասին։ Բայց ինչի Մագդա, ինքը շատ լավն էր, ուշադիր ու հոգատար։ Ու համել իրա սարքած բաները շատ համով էին։ Ոչինչ, իրանից լավին էլ կգտնենք։ Չեմ ուզում։ Քո ուզելուն ստեղ ոչ մեկ չի նայում։ Այս հարցեն հարցնա, որ մեծերը պետքա որոշեն։ Պոպ, Լանան իրոք այդքան վատնա, որ չի կարա գա։ Չէ, բալես վատը չի։ Վատնա, ու շատ վատը։ Ու ինքը մի քանի անգամ մեզ խաբել է։ Ուղղակի Արև ջան, դու հիմա փոքր ես ու շատ բաներ չես կարա հասկանաս։ Մագդա, վերջացրա։ Ես գնամ իմ սենյակ։ Պարտադիր էր երեխունս պատմությանը խառնես։ Ես չեմ ուզում ինքը Լանայի մասին մտածի։ Մագդա, հերիք այս թեման բացես, հերիքա։ Այս թեման բացողը ես չեմ, այլ դու ես։ Արշակ լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե անգամ ես ամուսնանամ ու իմանամ, որ Արևի խնամքով զբաղվում է Լանան, քեզ խոսք եմ տալիս։ Արևին վերցնելու եմ ու տանեմ իմ տուն։ Բայց ոնց եղավ, որ մի պահ դու պատրաստ էիր մոռանալ ամեն ինչ, հանդուրժել Լանային հանուն իմ երջանկության հետ, ինչ եղավ, ինչը փոխվեց։ Ինչի դու իրոք պատրաստվում ես իրա հետ ամուսնանաս։ Հա, Էլիս։ Էդո նորոին տարան։
Այսինքն ով Էլիզ, ուր տարան, ինչ ես խոսում։ Ոստիկանները եկան ու ասացին, որ հրաման ունեն բաժին տանելու, խնդրում եմ մի բան արա։ Հա, բայց ինչի համար են տարել, բան չասացին։ Ասացին, որ այս սպանության թեմայով է, որ ինչ-որ նորություններ կան։ Լավ, Էլիզ, ես հենց հիմա գնում եմ բաժին։ Էդ կզանգես։ Լավ։ Մագդա, արի փակենք այս թեման, հա։ Չէ, ինչի փակենք։ Եթե դու իրոք պատրաստվում ես իր այդ ամուսնանաս, ասա, որ ես ինձ ստիպեմ համակերպվեմ այդ փաստի հետ։ Մագդա, խնդրում եմ։ Հայ դու ջան։ Արշակոպար նորոյին են բերել բաժին ու ոնց հասկանում եմ կալանավորում են։ Ոնց, ինչի համար։ Չգիտեմ որտեղից են բարձել, որ այդ գիշերը Հասմիկի հետ չի եղել։ Ես հենց հիմա գալիս եմ։ Ինչ ա եղել։ Մագդան նորոյին են բաժին տարել են թեմայով։ Բայց ինչի համար այդ պատմությունը վաղուց փակ չի։ Չգիտեմ, Մագդա, չգիտեմ ոնց իմացել են, որ այդ գիշեր Հասմիկն ու նորոն միասին չեն եղել։ Լավ գնամ հասկանամ, տեսնեմ ինչ ա եղել, ինչ են ասել կամ ով ա ասել ընդհանրապես։ Սպասի, արի արևին տանենք հարևանի տուն, ես քո հետ կգամ։ Չէ, դու ավելի լավ մնա, ես քեզ կզանգեմ, Մագդա։ Տատես խմի։ Փորձանքի հետևից։ Այս ինչ կյանքա որ ապրում ենք։ Ոչ մի րոպե հանգիստ չունենք։ Այ դու ջան, դու ինչի չես զանգում։ Սիրտս թուլանում է։ Տատ լավ էլի։ Գոնե դու պինդ մնա, արի գնանք դու պարկի, էլի նորություն լինի, ես քեզ կասեմ։ Ախր ոնց կարամ ես գլուխս բարձին դնեմ։ Մի հատ էլ զանգի Էդոյին։ Չի պատասխանում։ Արշակին զանգի, Մագդային, հաստատ Էդոն պատմած կլինի։ Ճիշտ ես։ Սպասի Մագդային զանգեմ ավելի լավ է։ Ալո։ Մագդա լսի։ Հա, Էլիս, գիտեմ, որ նորոյին բաժին են տարել, Արշակը ասեց։ Ոչ մի նորություն չունես։ Գոնե իմանանք ինչի են նորից բաժին տարել։ Չգիտեմ ոնց իմացել եմ, որ այն օրը Հասմիկն ու նորոն իրար հետ չեն եղել։ Այսինքն։ Բայց ոնց են իմացել։ Չգիտեմ, Արշակը ոչ մի բան չի ասել, ուղղակի արագ տանից դուրս եկավ։ Մագդա նորություն իմանաս զանգի էլի։ Հա, ինչ ա ասում։ Այդ Հասմիկին գիտես ինչ եմ անելու։ Հասմիկ ինչ կապ ունի այստեղ։ Չգիտես ոնց ոստիկանությունը իմացել է, որ այդ օրը այդ ժամին Հասմիկն ու նորոն իրար հետ չեն եղել։ Իսկ դրա մասին գիտեր մենակ Հասմիկը։ Դժվար Հասմիկը տենց բան արած լիներ։ Ինքը այդ քայլին գնացել է նորոյին փրկելու համար։ Չէ, տատ, ինքը այդ քայլին չի գնացել նորոյին փրկելու համար, է։ Ինքը ուղղակի մտածում էր, որ ինքնազոհությունը կարող է իրենց հարաբերությունները փրկի։ Չստացվեց, հիմա էլ մարդը վրեժ է լուծում։ Ես որ ասում էի Հասմիկից զգուշացեք, ինձ չէիք լսում։ Մեկը ինչ ուզում ես ասա, չեմ հավատում, որ Հասմիկը տենց բան արած լինի։ Էդ հələ կպարզենք։ Էլի զուր։ Արշակ ջան, ես քեզ շատ սիրում ու հարգում եմ, բայց նորոն պիտի մնա բաժնում ենքան, միչև որ կհերքվի կամ կհաստատվի մեղքը, ուրիշ տարբերակ չկա։
Լավ, ես չեմ հասկանում, գրավով ազատելու տարբերակն էլ չի աշխատում։ Չէ, Արշակ ջան, սա սովորական հանցանք չի։ Գողություն կամ խարդախություն։ Սպանություն է, մարդը մահացե։ Ու մահացողի ծնողները սպասում են մեղավորի դատին։ Այ, մեղավորի ոչ թե իմ ընկերոջ։ Դուք հիմա ձեր ժամանակը շատ սխալ մարդու վրա եք ծախսում։ Խնդրեմ, չվերլուծել իմ աշխատանքը։ Ինչի ես եկել։ Եկել եմ հասկանամ էլ ինչ ստորության ես պատրաստ։ Մեղքի զգացումն ա տանջում, որ սենց լացում ես։ Ինչ ես խոսում։ Մի ձևացրա իմ մոտ։ Դու բոլորին կարաս խաբես հաս, բայց ոչ ինձ։ Հենց հիմա գնա այստեղից։ Ինչ գրոշի արժեք ուներ արածդ լավությունը, եթե հետո պետքա մեջքից խփեիր, հա։ Լսի դու լրիվ ես ցնդել, ինչի մասին ես խոսում։ Ես գիտեմ, որ դու ես գնացել ոստիկանություն ու ասել, որ այդ գիշեր նորոնք քո հետ չի եղել։ Ինչի ես տենց բան արել։ Ոնց կարելի այդքան զզվելի լինել, Հասմիկ։ Ինչ։ Այսինքն իմացել են, որ այդ օրը մենք միասին չենք եղել։ Լսի մի խաղա ասում եմ, ես քեզ լավ եմ ճանաչում։ Ամենաստոր մարդը տենց քայլի պատրաստ չէր լինի, գիտես։ Հետո էլ ասում ես ես սիրում եմ Նորոյին։ Այդ սիրել չի։ Դու ուղղակի պարտությունը չես կարում ընդունես։ Դու չես կարում ընդունես, որ Մագդան քեզանից 1000 անգամ լավն է։ Էդ է քո միակ խնդիրը։ Թե չէ, քո նման մարդը ինչ գիտի սիրելն ինչա։ Սուս մնա Էլիզ։ Սիրող մարդը Նորոյի կյանքից կգնար։ Կամ կմնար որպես լավ ընկեր ու աշխարհի ամենամեծ երջանկությունը կցանկանար։ Այ եթե այդպես անեիր, կհավատայի, որ սիրում ես։ Կհավատայի ու միջև վերջ ցավդ քո հետ կկիսեի։ Բայց դու եսասեր մարդ ես։ Քո համար ամենակարևորը քո եսն է, Հասմիկ։ Ոնց կարա սիրած աղջիկը իր սիրած տղային բանտի դռները հասցնի։ Ու թողնի, որ չարած բանի համար պատասխանատվություն կրի։ Այս սպանությունը, որ ջարդվի Նորոյի գլխին, դու քեզ կներես։ Կներես, Հասմիկ։ Դե հերիքա էլի Էլիս, ասում եմ սուս մնա, ձենդ կտրի, չես հասկանում։ Քո պատճառով տատս նորից հիվանդանոց էր ընկնելու։ Մենք հազիվ էինք իրան ուշքի բերել։ Բժիշկը իրան կատարյալ հանգիստ էր նշանակել։ Իսկ դուք թողնես մարդը հանգիստ ապրի։ Հիմա տանը նստած հիմա էլ այս թեմաների մասին է մտածում։ Ինչ ա եղել Թամար տատին։ Կաթված է ստացել սրտի։ Ուշքի չէր գալիս։ Էլիս դու ոնց չես հասկանում, որ ես ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Ես չեմ գնացել ոստիկանություն։ Ես չեմ ասել իրանց ոչ մի բան, ինչի չես հավատում։ Գիտես ինչի չեմ հավատում։ Որովհետև լավ եմ ճանաչում քեզ։ Հիմա ինչ նորոն մնալու այստեղ։ Հետո զանգ եմ սպասում, որ ընկերս կարողանա մի բան կանի, բայց ես իմ վստահ չեմ, որ այս անգամ կստացվի։ Անցած անգամ էլ այդ մարդը արեց։ Մագդա, ես ասել եմ, որ նորություն լինի, ես քեզ կզանգեմ, խնդրում եմ վրա մի զանգի։ Լավ դե անհանգիստ է։ Ախր այնքան թար ժամանակ էս ամեն ինչը եղավ Արշակոպար, հեսա 3 օրից հարսանիքն է։ Չգիտեմ, գոնե միջև այդ օրը մի բան փոխվի։ Դու ինձ միշտ էլ ճանաչել ես, ու դու շատ լավ գիտես, որ ես չէի անի նման բան։ Հա, ես չեմ կարողանում ընդունել իմ պարտությունը, որ էլ Նորոյին չեմ կարողանալու հետ բերեմ։ Բայց ես աղբորդ շատ եմ սիրում։ Շատ Էլիս։ Ես ոնց կարայի ուզենայի, որ ինքը նման փորձանքի մեջ ընկնի։ Չեմ հավատում։ Դե հա ինչի պետք է հավատաս։ Աչքիցդ ընկել եմ, չէ՞։ Թշնամիտ եմ դարձել, չէ՞։ Էլիս, ես այդքան ուժեղ չեմ, որ Նորոյին բանտ ճանապարհեմ։ Ես ոչ մի բան չեմ արել, ես կապ չունեմ։ Հա, ես վիրավորված եմ։
ու ոչ միայն Նորոյից, այլ բոլորիցդ։ Բայց ես նման բանի ընդունակ չեմ Էլիս։ Ուզում ես գնա ճշտի հետաքրքրվի։ Ես անգամ գաղափար չունեմ իրանք ոնց են իմացել, որ մենք միասին չենք եղել։ Եթե ես խոսեի, ինձ էլ կվնասեի։ Որովհետև սուտ ցուցմունք տալու համար ինձ էլ պատասխանատվության կենթարկեին։ Բայց ոնց տեսնում ես, ես էստեղ եմ։ Եթե ես եմ ասել, ինչի եմ էստեղ կանգնած Էլիս։ Ավելի լավ է գնաս ստեղից։ Ես էլ քեզ չեմ ուզում տեսնեմ։ Գնա Էլիս։ Այնքան եմ ուզում քեզ հավատամ։ Բայց մի տեսակ չի ստացվում, գիտես։ Կարևորը ես գիտեմ, որ ես ոչ մի բան չեմ արել։ Իսկ հիմա գնա ասեցի։ Ոնց չես արել, այ հիմար։ Ոչ մի բան չստացվեց։ Նորոն այսօր մնում է բաժնում։ Դե լավ էլի։ Ինչի համար մնա։ Ասեց, որ պետք է մի քիչ սպասենք, չի կարա մի անգամից օգնի։ Նորոյի ալիբին հերքվել է այդո։ Ինչ ան այդ մարդը։ Լավ, արի գնանք ստեղ սպասել իմաստ չունի։ Մագդա ինչ ես լացում։ Արև կլինի ուղղակի ինձ մենակ թողնես։ Մինչև չիմանամ ինչ ես լացում, չեմ գնալու։ Այս աշխարհի անարդարության համար եմ լացում, Արև։ Իսկ ինչ անարդարություն ա եղել։ Չես ուզում ասես։ Լավ մի ասա։ Ուղղակի կարամ կողքդ նստեմ կամ ավելի ճիշտ գրկեմ։ Իսկ կլինի ուղղակի ես սենց նստեմ ու էլ ոչ մի բանի մասին չխոսանք։ Կլինի, ուղղակի հանգստացի։ Ես ինձ շատ վատ եմ զգում, երբ որ դու լացում ես։ Ավելացնելու բան կա։ Հա։ Կարող է հիմա էլ որոշել ես խոստովանես, որ Նորոն այդ ժամին ավտոտնակում է եղել։ Ինձ չեն թողնում Նորոյին տեսնեմ։ Խնդրում եմ օգնեք ինձ։ Բայց ճիշտ են անում։ Այս պայն արգելված է Նորոյի մոտ տեսակցությունը։ Ախր ես ձեզ օգնեցի, չէ։ Խնդրում եմ հիմա էլ դուք օգնեք, ես պետքա տեսնեմ Նորոյին։ Չհասկացա, որ ճիշտ ես խոսում, մտածում ես լավություն ես արել, հա։ Այդ քո ու բոլորի պարտականությունն է, որ սուտ վկայություն չտան, հանցագործություն չկոծկեն, չխանգարեն մեզ աշխատել։ Այնպես որ կարող ես գնալ, ոչինչով չեմ կարող քեզ օգնել։ Խնդրում եմ ձեզ, ես պետքա գոնե 5 րոպեով տեսնեմ Նորոյին։ Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, ախր ինքը ընդունակ չի մարդ սպանելու, խնդրում եմ ձեզ, ինքը չէր կարա տենց բան աներ։ Դուրս արի, դու արդեն վնասում ես քեզ։
ոնց կարա սիրած աղջիկը իր սիրած տղային բանտի դռները հասցնի։ Ու թողնի, որ չարած բանի համար պատասխանատվություն կրի։ Այս սպանությունը, որ ջարդվի Նորոյի գլխին, դու քեզ կներես։ Կներես, Հասմիկ։ Հա, ինչ կա։ Դուրս ես գալիս։ Չէ, նորատուն եկել։ Դու են ասա Նորոյիցս ինչ կա։ Երբ եմ բաց թողնելու։ Այսօր մնալու է բաժնում։ Ինչ։ Բա ուր ես գնացել։ Հասմիկյանց տուն։ Մտածում էի, որ ինքն է գնացել ու ասել, որ ինքն Նորոյի հետ չի եղել, բայց ասեց, որ չէ։ Չնայած ես չեմ հավատում։ Սխալվում ես էլիս։ Ճիշտ է, Հասմիկը շատ սխալներ ա գործել, բայց ինքը Նորոյին սիրում է։ Տատ Հասմիկը այս աշխարհում մենակ իրան է սիրում։ Ինչ ասեցին այդ բաժնում, որտեղից են իմացել։ Ոչ մի հստակ բան չասեցին։ Հասմիկը այդ ժամերին ինչ որ խանութում քարտով գնումներ է արել, տենց են հասկացել։ Այդ ժամին ինչ գնում։ Ինչ իմանամ էլիս։ Կարող է ինչ որ կարևոր բան է պետք եղել։ Բա հիմա ինչ ա լինելու։ Դե պիտի սպասենք։ Արշակը արդեն մի քանի տեղ զանգել է։ Լուրջ։ Հա։ Արշակը ամեն ինչ կանի, որ նորոն շուտ դուրս գա։ Իսկ Նորոյի հերը։ Նորոյի հերը։ Ես ինչ եղավ տատեիդ։ Ինչ եկել է հիվանդանոցից պապայի մասին մենակ վատն է խոսում։ Ուզում է տեսնի, պապան էլ չկա ու չկա։ Բա ուր է։ Ինչ իմանամ ուրա, անհասանելի է։ Ես այդ մարդուն ամենասկզբից էլ չէի վստահում։ Կներես, որ սենց անկեղծ եմ արտահայտվում պապայի մասին, բայց ուրիշ տարբերակ չկա։ Հենց իր երեխեքին պետքա չկա, հենց պետք չի գալիս է ու պապայի է խաղում։ Չգիտեմ արդեն ինչ ասեմ։ Ուղղակի ուզում եմ, որ հանգիստ ապրենք։ Ես, Նորոն, տատիկն ու Արինան, վերջ այդքանը։ Խնդիր չկա, այդ կես ժամը ես քեզ կտրամադրեմ։ Բայց ինձ մի բան ալանա հետաքրքրում։ Այն օրը Արշակը քո հետ էր, չէ՞ խոսում։ Քեզ էր ասում, որ ժամանակն է, որ Մագդան ամեն ինչ իմանա։ Հիմա ինձ կասես ինչ է կատարվում։ Այդ ինչի մասին ես պետք է իմանամ։